Մաթեմատիկական վերլուծության դասընթացի 15-րդ դասախոսությունը ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր կշարունակենք ուսումնասիրել RM տարածության տոպոլոգիան։ RM տարածության տոպոլոգիան։ Այնպես տոպոլոգիա ասելով նկատի ունենք զուգամիտություն, բաց եւ փակ բազմություններ, կապակցվածություն, կոմպակտություն եւ այլն, այսինքն այդ տեսակ հասկացություններ ենք ուսումնասիրելու, դրանց մի մասը դուք մեծ հավանականությամբ մի չափանի դեպքում արել եք, նպատակն է նույն բանը անել բազմաչափ դեպքում։ Ուրեմն հիշեցնեմ, որ RM տարածությունը այդ վեկտորական տարածությունն է, այսինքն այս բային վեկտորական տարածության սահմանումը կարևոր չի, պարզապես գրենք թե ինչ է նշանակում RM տարածություն։ Այդ նշանակում է, որ վերցնում ենք M տար ունեցող վերջավոր հաջորդականությունները x1, xm, որտեղ xg-ն պատկանում է R-ին ցանկացած g-ի համար։ Ցանկացած g-ի համար 1-ից m։ Հիշեցնեմ, որ այս տարածության վրա մենք ներմուծեցինք հեռավորություն dxy, որը սովորական Էվկլիդեսյան հեռավորությունն էր, այսինքն գումար g-ն 1-ից m, xg հանած yg քառակուսի ու այս ամեն ինչը քառակուսի արմատ։ Ուրեմն նախորդ անգամ նկատեցինք, որ d-ն հեռավորություն է, այն իմաստով, որ ինքը ոչ բացասական է, 0 է դառնում միայն երբ x հավասար է y-ի, ուրեմն dxy-ը հավասար է 0-ի այն եւ միայն այն դեպքում, երբ x հավասար է y-ի, սիմետրիկ է եւ բավարարում է եռանկյան անհավասարությանը։ Այսինքն միակ պահը, որ ակնհայտ չի, այդ եռանկյան անհավասարությունն է, բայց հեշտության պահվածությունը ուսում են բոլորը տապալցել եք արդեն dxz գումարած dzy։ Ուրեմն վերջին անգամ ներմուծեցինք նաև բաց եւ փակ գնդի հասկացողությունը։ Ուրեմն եթե ունենք a կետ RM տարածության մեջ եւ ինչ որ r դրական թիվ, ապա կարող ենք կառուցենք BAR բաց գունդը։ Դրանք այն կետերն են, որոնք պատկանում են RM-ին, այնպես որ հեռավորությունը a-ից խիստ փոքր է r-ից եւ կարող ենք դիտարկենք նաև փակ գունդ հասկացողությունը, այս նույն բանն է, բայց անհավասարությունը վերցրել եմ մեծ կամ փոխարինել եմ մեծ կամ հավասար։ Այս այն կետերի բազմությունն է RM-ում, որոնց համար dx-ան չի գերազանցում r-ը։ Եվ վերջապես ներմուծեցինք բաց եւ փակ բազմության հասկացողությունը, եկեք մի հատ նորից վերհիշենք, ուրեմն սահմանում մենք ասենք, որ J բազմությունը բաց է, եթե, այսինքն այս սահմանում է, ցանկացած A կետի համար J-ից գոյություն ունի R դրական թիվ, նենց որ A կենտրոնով եւ R շարավղող բաց գունդը ամբողջությամբ ընկած է J-ի մեջ։ Եվ կասենք, որ F բազմությունը փակ է, եթե F-ի լրացումը RM-ում բաց է, այսինքն FC, որը սահմանման նշանակում է RM-ից հանած F, այս պետք է լինի բաց։ Ուրեմն մի երկու օրինակ անցավ անգամ հիշատակեցինք, եկեք ամենայն դեպս այդ օրինակները վերհիշենք նորից ու անենք, տեսնենք արդյոք բոլորին պարզ է օրինակներ։ Օրինակ եկեք ապացուցենք, որ բաց գունդը իրոք բաց է, այսինքն ոչ միայն ստեղ բաց գունդ սահմանելիս մենք պարզապես ասենք սրա անունը բաց գունդ է, բայց արոք բաց գունդը բաց բազմություն է, հիմա ես կնդրեմ, որ այո բաց գունդը բաց բազմություն է,
Եկեք ապացուցենք BAR-ը բաց է։ Ինչ պետք է ապացուցենք, պետք է ցույց տանք, որ եթե մենք ունենք ինչ-որ մի x կետ, եթե x-ը պատկանում է BAR-ին, ապա գոյություն ունի այնպիսի դելտա դրական թիվ, որ BX դելտան ամբողջությամբ ընկած է BAR-ի մեջ։ Դժվար չի հասկանալ ինչ է պետք անեն, ամենը պետք է նկարել։ Այս թող լինի մեր BAR գունդը։ Վերցնում ենք ցանկացած կետ, այս A կետն է, սա R շարավիղն է։ Վերցնում ենք ինչ-որ մի x կետ, պետք է ընտրենք այն տեսակ դելտա, որ ինքը ամբողջությամբ ընկած լինի բանի մեջ։ Այս գնդի մեջ։ Այսինքն ինչ պետք է անենք։ Պարզե որ պետք է վերցնենք, ասենք այս հեռավորությունը չափենք, ու վերցնենք մի շարավիղ, որ գումարը սրա հետ լինի R-ից փոքր։ Վերջը։ Ուսանք պարզ է։ Այսինքն վերցնում ենք այս դելտան նենց, վերցնենք դելտան նենց, որ ինքը փոքր լինի R հանած հեռավորություն A-ից X։ Այդ դեպքում ինչ կարող ենք ասել, որ եթե Y կետը այնպիսին է, որ հեռավորությունը Y-ից X չի գերազանցում դելտան, ապա եթե ես չափեմ հեռավորությունը Y-ից A, եռանկյան անհավասարությունը ասում է, որ սա չի գերազանցում հեռավորությունը Y-ից X և գումարած հեռավորությունը X-ից A։ Իսկ սա իր հերթին փոքր է դելտա գումարած հեռավորությունը X-ից A, իսկ ես էլ ըստ մեր ընտրության դելտա գումարած BAX-ը պետք է լինի փոքր R-ից։ Այսինքն մենք ցույց տվեցինք, որ X կենտրոնով և դելտա շարավող գունդը ամբողջությամբ ընկած է BAR-ի մեջ։ BX դելտան ընկած է BAR-ի մեջ։ Այսինքն բաց գունդը բաց է։ Եկեք ցույց տանք, որ փակ գունդն էլ փակ է։ Եթե երցնում են փակ գունդ, որովհետեւ ցույց տամ, որ սա փակ է, ինչ պետք է անեմ, պետք է ցույց տամ, որ իր լրացումը բաց է։ Ոչ թե հետևում է, այլ որովհետեւ սա ցույց տամ, վերցնենք լրացումը BAR։ Ոնց ենք սահմանել փակ գունդը այն կետերի բազմությունն էր, որը բավարարում է սրան։ Այսինքն փակ գունդի լրացումը կլինի այն կետերի բազմությունը, որոնք այս անհավասարության չեն բավարարում, այսինքն այստեղ պետք է լինի խիստ մեծ։ BAR-ի լրացումը հավասար է այն կետերի բազմությանը, որոնց համար հեռավորությունը A-ից խիստ մեծ է R-ից։ Հիմա ես պետք է ցույց տամ, որ սա բաց բազմություն է։ Էլի մի հատ փորձենք նկարել։ Ուրեմն այս մեր գունդն է, վերցրել ենք ցանկացած ուրիշ կետ, որը չի գտնվում այդ գնդի մեջ։ Ուրեմն ինչ պետք է անել։ Քիչ թե շատ պարզ է ինչ պետք է անել։ Պետք է վերցնել հեռավորությունը։ Ուրեմն ստեղ մենք կունենանք էլի այս R հեռավորությունը, պետք է վերցնել դելտան, այս դելտա հեռավորությունը պետք է վերցնել ավելի փոքր, քան հեռավորությունն է A և X կետերի միջև հանած շարավիղ։ Այդ դեպքում պարզ է, որ այս դելտա շարավիղը չի հասնի եզրին։ Եկեք ցույց տանք բանաձևերի միջոցով, եթե Y-ը այնպիսին է, որ հեռավորությունը Y-ից X չի գերազանցում դելտան, ապա կարող ենք գրել, որ հեռավորությունը Y-ից A,
Ուրեմն հիմա պետք է էլի բանը օգտագործել, եռանկյան անհավասարությունը օգտագործել, բայց բանով մի անդամը մյուս կողմ տարած։ Հեռավորությունը y-ից է ավելի մեծ է, քան հեռավորությունը x-ից a հանած հեռավորություն y-ից x։ Այսինքն եթե սա տանեմ հակառակ կողմը, ստացվի d y-a գումարած d xy-ը ավելի մեծ է, մեծ կամ հավասար է, իսկ մեծ չի, մեծ կամ հավասար է։ Այսինքն վերցրեցինք սա ցանկացած կետ, որոնց հեռավորությունը, որի հեռավորությունը x-ից չի գերազանցում դելտան, ու ասում ենք հետևյալը, որ այս հեռավորությունը a-ից y ավելի մեծ է, քան թե հեռավորությունը a-ից x եւ հանած այսքանը։ Եռանկյան անհավասարությունն է պարզապես մի քիչ ուրիշ ձևով գրված։ Հիմա հեռավորությունը x-ից a ֆիքսած է, y-ից x էլ հեռավորությունը մենք ասել ենք, որ ինքը չի գերազանցում դելտան, հետևաբար այս հեռավորությունը կլինի ավելի մեծ, քան dxa հանած դելտա, բայց dx-a հանած դելտան, եթե սենց գրենք, dx-a հանած դելտան կլինի ավելի մեծ, քան r-ը, այսինքն կլինի ավելի մեծ, քան r-ը, այսինքն ցույց տվեցինք, որ y կենտրոնով եւ դելտա շարավով գունդը նույնպես ընկած է այս բազմության լրացման մեջ, հետևաբար մեր բազմությունը փակ էր։ Հիմա մի քանի հատկություն բաների մասին, բաց եւ փակ բազմությունների մասին եւ հեռավորության մասին։ Նախ հեռավորությունը օգտագործելիս օգտակար է հետևյալ անհավասարությունը, որը թողնում են ձեզ ապահովելու համար։ Ուրեմն երկու փաստ դիտարկում։ Որ եռանկյան անհավասարությունը եռանկյան անհավասարությունից միանգամից հետևում է հետևյալ անհավասարությունը, որ եթե վերցնեմ հեռավորությունը dxa հանած dy-a չի գերազանցում dxy-ը։ Առաջարկում եմ ինքնուրույն ապահովել, մոտավորապես կես տող է ապացույցը եռանկյան անհավասարությունից անմիջապես հետևում է, բայց մի փոքր բան կա անելու։ Ես պետք է մոդուլները հանել եւ տեսնել ինչ է ստացվում։ Շատ լավ, եկեք հիմա մի քանի հատկություն ապացուցենք։ Նախ թողնեմ նաև ձեզ հետևյալ անհավասարությունը, որ եթե վերցնենք բաց գունդ, ապա սրա լրացումը կլինի փակ։ Բայց ինչն է լրացումը, այս n y-ների բազմությունն է, կամ n x-երի բազմությունն է, n x-երի բազմությունն է r-ից, որոնց հեռավորությունը a-ից, բաց գնդի դեպքերում պետք է լիներ խիստ փոքր, բաց գնդի դեպքում պետք է լիներ խիստ փոքր, հիմա մեծ կամ հավասար է։ Սա փակ բազմություն է։ Շատ լավ, եկեք հիմա մի փոքր լեմ ապացուցենք։ Քանի որ բաց եւ փակ բազմությունները կապված են իրար հետ այս լրացման գործողությամբ, այսինքն լրացումը, ապա բոլոր հատկությունները, որ ապացուցում ենք բաց գնդի համար, անցնելով լրացմանը կարող ենք դրանց հետ կապված հատկություններ ապահովել փակերի համար, բաց բազմությունների համար կարող ենք ապահովել փակ բազմությունների համար։ Հիմա ինչի ասում լեմը։ Առաջի կետ, եթե ունենք ցանկացած թվով բաց բազմություններ, ուրեմն J ալֆա, որտեղ ալֆան փոխվում է ինչ-որ A բազմության մեջ, այսինքն ոչ մի պայման չունենք A-ի վրա,
ու այս a-ի ցանկացած տարին համապատասխանության մեջ ենք դրել բաց բազմություններ։ Բաց բազմություններին ապա միավորումը նույնպես բաց է։ Նույն հատկությունը, եթե անցնում ենք մենք դուալ հատկությանը, կստանանք հետևյալը, որ եթե f ալֆա բազմությունները փակ են, փակ բազմություններ են, ապա f ալֆաների հատումը նույնպես փակ է։ Այսինքն ցանկացած թվով բաց բազմությունների միավորում բաց է, ցանկացած թվով փակ բազմությունների հատումը փակ է։ Իսկ ինչ կարելի ասել բաց բազմությունների համար հատման մասին եւ փակ բազմությունների համար միավորման մասին, կարելի ասել միայն վերջավոր թվով բազմությունների համար։ Ուրեմն եթե ունենք G1, Gn բազմությունները, որոնք բաց են, ապա դրանց հատումը նույնպես բաց է։ Նույնը կարող ենք ասել փակ բազմությունների համար, բայց այս դեպքում պետք է վերցնենք արդեն միավորումը, որ եթե ունենք f1, fn բազմությունները փակ են, ապա միավորումը նույնպես փակ է։ Ուրեմն համարյա ակնհայտ հատկություն է, բայց եկեք ապացուցենք։ Այսինքն եթե ասեք, որ բոլորիդ համար ակնհայտը չենք ապացուցի, բայց եթե միանգամից պարզ չի, ապա եկեք ապացուցենք։ Շատ լավ, եկեք ապացուցենք։ Ուրեմն ես կապացուցեմ ան եւ գն, որտեղ բան եւ դն ստացվում են պարզապես լրացումը վերցնելով։ Ուրեմն այ ապացույցը։ Եկեք J-ով նշանակենք միավորումը։ Միավորում J ալֆա։ Ու վերցնենք ինչ-որ մի կետ, որը պատկանում է J-ին։ Քանի որ այդ կետը պատկանում է J-ին, ինքը պատկանում է բազմություններից որևէ մեկին։ Գոյություն ունի ալֆա 0, որը պատկանում է A-ին, նենց որ ան պատկանում է J ալֆա 0-ին։ Բայց J ալֆա 0-ն բաց է։ J ալֆա 0-ն բաց է։ Հետևաբար ես կարող եմ գտնել այնպիսի R դրական թիվ, որ B A R-ը ընկած լինի J ալֆա 0-ի մեջ։ Բայց եթե B A R-ը ընկած է J ալֆա 0-ի մեջ, ինքը ընկած է նաև միավորման մեջ, քանի որ միավորումը միշտ ավելի մեծ է։ Ընկած է J-ի մեջ։ Սրանով այ ապացույցը վերջանում է։ Ուրեմն G-ի ապացույցը, ուրեմն ենթադրում ենք, որ J-ով նշանակում ենք J1, Jn բազմությունների հատումը։ Ու վերցնում եմ A կետ, որը պատկանում է հատմանը։ Այդ դեպքում, քանի որ բոլորը բաց են, գոյություն ունի R1, գոյություն ունեն R1, Rn դրական թվեր, այնպիսին, որ ցանկացած i-ի համար մեկից են BA R-ին ընկած է J-ի մեջ։ Այդ տարբերություն նախորդի, ես հիմա պետք է վերցնեմ հատումը։ Բայց որպեսզի հատումը իր մեջ պարունակի գունդը, ես կարող եմ վերցնել ամենափոքր շարավիղը։ Եթե ես R-ով նշանակեմ այս R1 Rn-ի մինիմումը, վերցնում եմ վերջավոր թվով դրական թվեր ու վերցնում եմ իրանց մինիմումը, մինիմումը բնականաբար նույնպես դրական է։
Ես կարող եմ ասել, որ ցանկացած i համար B A R-ը ընկած է J-ի մեջ։ Այսինքն ստեղ ես ունեի ինչ-որ մի գունդ, ստեղ վերցրեցի ավելի փոքր գունդ։ Հետևաբար նույնպես ընկած է, որտեղ այս փոքր գունդը ընկած է այս մեծ գնդի մեջ։ Դե ունեմ, որ բոլոր գնդերը ընկած են, այս գունդը ընկած է ցանկացած J-ի մեջ, հետևաբար ընկած է նաև հատման մեջ։ Ընկած է նաև J-ի մեջ։ Դե սրանով Նեմի ապացույցը ավարտվում է։ Իսկ անվերջների համար ինչ հակաօրինակ կա։ Ուրեմն օրինակ անվերջների համար։ Օրինակ վերցնենք միջապանի դեպքը եւ վերցնենք ցանկացած կետ։ Ունենք հետևյալ գնդերը B A 1 3 ին հավասար է 1 2 եւ այլն։ Այդ դեպքում եթե ես վերցնեմ այս բոլոր գնդերի հատումը, հատում ին հավասար է 1-ից անսահմանություն, այսինքն այն կետերն են, որոնց հեռավորությունը i-ից խիստ փոքր է 1/3-ի ցանկացած i-ի համար։ Դե նման կետ միայն ան է։ Իսկ սա բաց չի։ Ինչ է որ միշտ փակ պետք է ստացվի, կարող է նաև բաց ստացվի, բայց կարող է նաև բաց չստացվի։ Կոնկրետ այս դեպքում ստացվեց փակ։ Եկեք եւս մի օրինակ նայենք։ Այս առաջի օրինակներ, եկեք երկրորդ օրինակը նայենք։ Վերցնենք սֆերա SAR-ը, որը հավասար է n կետերի բազմությունն է, որոնց համար հեռավորությունը A կետից հավասար է R-ի։ Ես պնդում եմ, որ սա փակ բազմություն է։ Այսինքն ոնց կարող եք տեսնել, որ սա փակ բազմություն է, վերցնենք լրացումը։ SAR լրացումը կլինի n կետերի բազմությունը, որոնց համար հեռավորությունը կամ խիստ փոքր է R-ից, կամ խիստ մեծ է R-ից։ Բայց այս երկուսի համար մենք ապահովեցել ենք, որ դրանք բազմություններ են։ Որտեղ այս մեկը գունդ է, այս մյուսն էլ փակ գնդի լրացումներ։ Հետևաբար կարող եմ եզրակացնել, որ նրանց միավորումը նույնպես բաց է։ Դե քանի որ միավորումը բաց է, հետևաբար միավորման լրացումը, որը տալիս է SAR-ը, փակ բազմություն է, այսինքն սֆերան փակ բազմություն է։ Մի երրորդ օրինակ նայենք։ Ենթադրենք ունենք J բազմությունը եւ F փակ բազմությունը։ Նայում եմ սրանց տարբերությունը J-ից հանած F։ Այսինքն սրանք n կետերն են J-ից, սրանք n կետերն են J-ից, որոնք չեն պատկանում F-ին։ Ես պնդում եմ, որ սա բաց է, այսինքն եթե բացից հանում ենք փակ, ինքը մնում է բաց։ Ոնց տեսնենք, J հանած F-ը, այս նույն բանն է, եթե մենք ուշադիր նայենք այս սահմանմանը, ինչ կտեսնենք, որ այս նույն բանն է, ինչ որ J պետք է վերցնեմ հատումը F-ի լրացման հետ։ Քանի որ ինձ հետաքրքրում են J-ի այն կետերը, որոնք F-ին չեն պատկանում,
Իսկ եթե f-ին չեն պատկանում, ապա պատկանում են f-ի լրացման, այսինքն j հանած f-ը հավասար j հատում f-ի լրացում։ Բայց f-ը փակ էր, նշանակում է f-ի լրացում բաց է, եւ j-ն էր բաց։ Հետեւաբար հատումը նույնպես բաց է համաձայն մեր լեմմայի։ Այսինքն, ցանկացած թվով բաց բազմությունների միավորում բաց է, վերջավոր թվով բաց բազմությունների փակում, բաց բազմությունների հատում բաց է, բաց բազմությունից հանած փակ բազմություն նույնպես բաց է։ Եվ հակառակը, եթե փակ բազմությունից հանենք բաց բազմություն, կմնա փակ։ Եկեք տեսնենք f-ից, եթե հանում ենք բաց բազմություն, այս նույն բանն է, որ f հատում j-ի լրացում։ Բայց j-ն բաց էր, հետեւաբար սա փակ է։ Հետեւաբար հատումը նույնպես փակ է։ Կան ինչ-որ հարցեր։ Շատ լավ, եթե չկան, անցնենք առաջ։ Մի քանի սահմանումներ կան, ուղղակի պետք է այդ սահմանումներին մի քիչ սովորենք։ Սահմանում մի քանի կետ կա։ Ուրեմն, ստեղ մի քիչ երկիմաստություն կա, որտեղ տարբեր հեղինակներ տարբեր ձևով են օգտագործում։ Ես հետևելու եմ Զորիչի տերմինոլոգիային։ Ուրեմն, եթե ես ունեմ A կետը, ուրեմն A-ի շրջակայք կանվանեմ ցանկացած բաց բազմություն, որը պարունակում է A-ն։ Ուրեմն A կետի շրջակայք է կոչվում A-ն պարունակող ցանկացած բազմություն, ցանկացած բաց բազմություն։ Այսինքն, եթե ես ունեմ ինչ-որ A կետ, վերցնում եմ ցանկացած բազմություն, որը բաց է եւ պարունակում է A-ն, ես կանվանեմ նրան A-ի շրջակայք։ Հիմա քանի որ A-ն իր մեջ է գտնվում, A-ի հետ J-ի մեջ կգտնվի նաեւ ինչ-որ փոքր գունդ։ Ճիշտ է, որովհետեւ A-ն բաց բազմության տար է։ Հետեւաբար ինչ-որ մի փոքր գունդ կգտնվի J-ի մեջ։ Որոշ տեղերում A-ի շրջակայք են անվանում ցանկացած բազմություն, այնպես որ A-ն ընկած է այդ բազմության մեջ ինչ-որ մի գնդի հետ։ Այստեղ բոլորը տեսնում են տարբերությունը։ Ստեղ ես Զորիչին հետևելով ասում եմ, որ A-ի շրջակայք է կոչվում ցանկացած բաց բազմություն, որը պարունակում է A, որոշ դեպքերում, այսինքն որոշ տեղեր, ասում են, որ A-ի շրջակայք է կոչվում ցանկացած բազմություն, որի մեջ A-ն ընկած է ինչ-որ մի գնդի հետ միասին։ Այսինքն A-ն ընկած է J-ի մեջ, A կենտրոնով բաց գունդ ընկած է J-ի այդ բազմության մեջ։ Համարյա նշանակություն ունի, բայց որպեսզի երկիմաստություն չառաջանա, ես հետևելու եմ Զորիչի տերմինոլոգիային։ Ուրեմն այս շրջակայքի հասկացողությունն է։ Հիմա ուրեմն եթե ես ունեմ ինչ-որ մի E բազմություն, ապա եւ ասենք ունեմ նաեւ ինչ-որ մի կետ դրա, ասենք X կետ։ Սրա համար ես սահմանում եմ 3 հասկացողություն։ Ուրեմն առաջինը կասենք, որ X-ը ներքին կետ է, եթե X կենտրոնով գունդ կա բաց, որը ընկած է Y-ի մեջ, այսինքն գոյություն ունի դելտա, նենց որ BX դելտան,
ընկած է y-ի մեջ։ Կասենք, որ x-ը y-ի արտաքին կետ է, y-ի արտաքին կետ է, ըստ սահմանման նշանակում է, որ x-ը y-ի լրացման ներքին կետ է։ Այսինքն ոչ միայն x-ը չի պատկանում y-ին, այսինքն պատկանում է y-ի լրացմանը, այլև մի ամբողջ գունդ x-ի շուրջ չի պատկանում y-ին, այսինքն պատկանում է y-ի լրացմանը։ Եվ վերջապես երրորդ կետը, կասենք, որ x-ը y-ի եզրային կետ է, եթե ինքը ոչ ներքին է, ոչ արտաքին։ X-ը ոչ ներքին կետ է, ոչ արտաքին։ Մոտենով։ Ուրեմն ներքին կետը ընկած է բազմության մեջ ինչ-որ մի փոքր գնդի հետ միասին իր շուրջ, արտաքին կետը ընկած է բազմության լրացման մեջ ինչ-որ մի գնդի հետ, եւ եզրային կետը ոչեն է ոչեն։ Հիմա եկեք հասկանանք ինչ է նշանակում եզրային կետ։ Մի փոքր լեմ։ Ուրեմն x-ը y-ի եզրային կետ է, այն եւ միայն այն դեպքում, երբ ցանկացած դելտա դրական թվի համար x կենտրոնով եւ դելտա շարավղով գնդի հատումը y-ի հետ դատարկ չի եւ նույն գնդի հատումը y-ի լրացման հետ դատարկ չի։ Այսինքն, եթե ունենք y բազմությունը, y-ը կարող է լինել ներքին, այսինքն ինքը ընկած է բազմության մեջ ինչ-որ մի գնդի հետ միասին։ Y-ը կարող է լինել արտաքին, այսինքն ընկած է լրացման մեջ ինչ-որ մի գնդի հետ միասին, եւ y-ը կարող է լինել եզրային։ Ընդ որում եզրային կետը պարտավոր չի լինել y-ի անդամ, կարող է ինքը y-ից դուրս լինել։ Կարևորն այն է, որ ցանկացած շրջակայքի համար, եթե վերցնենք ցանկացած շրջակայք, ապա այդ շրջակայքի մեջ կլինեն կետեր, որոնք ընկած են y-ի մեջ, եւ կլինեն կետեր, որոնք չեն ընկած y-ի մեջ։ Այսինքն ցանկացած բազմության համար կետերը բաժանվում են 3 խմբի. ներքին, արտաքին եւ եզրային։ Չգիտեմ, արդյոք պետք է ապացուցել այս բանը։ Եթե կարող ապացուցենք։ Ուրեմն ինչ է, x-ը եզրային կետ է։ Եկեք այս ուղղությամբ ապացուցենք։ Ես իմ կարծիքով մի անգամ ցույց ուղղությամբ է ստացվել, բայց ուրեմն x-ը եզրային կետը ինչ է նշանակում։ Նշանակում է, որ
ցանկացած դելտայի համար ինքը արտաքին ներքին չի նշանակում է bx դելտա հատումը լրացման հետ դատարկ չի, հակառակ դեպքում ինքը կլիներ ներքին կետ եւ ինքը քանի որ արտաքին էլ չի, նշանակում է հատումը y-ի հետ նույնպես դատարկ չի, հակառակ դեպքում կլիներ արտաքին կետ։ Դե հիմա իմ կարծիքով էս հակառակ ուղղությամբ որ գնանք երևի նույն բանն է ստացվում։ Այսինքն եթե x-ը եթե ունենք այս երկու հատկությունները, հիմա եթե հանկարծ պարզվի, որ x-ը y-ի ներքին կետ է, եթե x-ը y-ի ներքին կետ է, ապա գոյություն ունի r դրական թիվ, նենց որ bxr-ը ամբողջությամբ ընկած է y-ի մեջ։ Հետևաբար bxr-ը հատումը լրացման հետ հավասար է դատարկ բազմության, որը հնարավոր չի, քանի որ ցանկացած դելտայի համար այս երկուսը պետք է տեղի ունենային։ Այսինքն x-ը y-ի ներքին կետ չի, նույն ձևով ցույց ենք տալիս, որ x-ը y-ի արտաքին կետ չի, այսինքն սրանով ապացույցն ավարտվում է։ Եկեք մի քանի օրինակ նայենք եզրային կետերի մասին, օրինակ։ Ասենք օրինակ վերցնենք բաց գունդ։ Այդ դեպքում սրա եզրային կետերը նույնն է, ինչ որ R շարավղով սֆերան։ Կամ եկեք վերցնենք A կետը, եթե վերցնենք ցանկացած A կետ, ապա ինքը իր համար, ուրեմն A-ն այս բազմության համար եզրային կետ է։ Yani pardon, առաջին օրինակում պիտի փակացրել, հա։ Հակն է կարող լինի բացնել, չէ՞։ Այո, փակն էլ կարող է լինի բացնել։ Առաջին օրինակում նույնը կարող եմ ասել, որ սրա եզրայինները, ուրեմն եզրային կետերը էլի SIR-ն է։ Ստեղ ոնց որ մոռացա ասեի, պաստորեն եզրային կետերը ուրեմն սահմանում եթե ես ունեմ ցանկացած y բազմություն, RM-ի, ապա y-ի եզր կանվանեմ բոլոր եզրային կետերի բազմությունը։ Դելտա Մի հատ նորից։ որ տարվա դե նշանակած է։ Այդ
այս տեսակ D տառով է նշանակած, այսինքն չգիտեմ որտեղից է գալիս D կորագիծ D։ Ուրեմն եթե ես ունեմ E բազմություն, բոլոր եզրային կետերի բազմությունը նշանակում եմ այս տառով, ասենց, եւ անվանում եմ E-ի եզր։ Անգլերեն ասած boundary։ E-ի եզր։ Կամ ասում են նաև սահման։ Ուրեմն ուրեմն ինչ եղավ, ասեցինք արտաքին ներքին եզրային, E-ի եզր, եկեք ներմուծենք նաև կուտակման կետի հասկացողությունը։ Կներեք, իսկ եզրի հետ կապված չեն կարա ասենք, որ եթե D-ի ու մեկ է E-ի հատումը բանա, դատարկա ուրեմն են բաց բազմությունն ու հակառակը փակի համար ասենք, Կարող ենք ասել, ուրեմն եկեք օրինակ տենց մեկը գրենք։ Ուրեմն օրինակ եթե ունենք E բազմությունը եւ հատումը E-ի հետ դատարկ է, ապա են բաց է։ Եվ կարող ենք ասել, եթե D-ն ընկած է E-ի մեջ, ապա են փակ է։ Ասենք ինչի է տենց, ասենք վերցնենք օրինակ առաջի դեպքը, եթե X-ը ընկած է E-ի մեջ, դիցուք X-ը ընկած է E-ի մեջ։ Այդ դեպքում մենք գիտենք, որ X-ը այդ դեպքում ընկած չի E-ի լրացման մեջ, եւ բացի դրանից, քանի որ հատումը փակ է, X-ը ընկած չի նաև եզրի մեջ։ Հետևաբար X-ը E-ի ներքին կետ է։ Այսինքն ցանկացած X-ի համար գոյություն ունի բաց գունդ, որը ամբողջությամբ ընկած է E-ի մեջ, հետևաբար քանի որ X-ը ցանկացած էր, են բաց է։ Մենք կարող ենք եզրի նաև ուրիշ բնութագրիչ տալ։ Եկեք մի փոքր լեմ ապացուցենք։ Լեմ Ուրեմն X-ը պատկանում է վերցնում ցանկացած բազմություն։ Դիցուք են ենթաբազմություն է RM-ից։ Ապա X-ը պատկանում է E-ի եզրին, այն եւ միայն այն դեպքում, եթե գոյություն ունի X-ն հաջորդականություն E-ից, այնպիսին, որ X-ը զուգամիտում է X-ին։ Ես չեմ ասում, որ այս հաջորդականության բոլոր անդամները տարբեր են։ Պարզապես ինչ որ հաջորդականություն կա, այսինքն ինչ է նշանակում հաջորդականություն E-ից, նշանակում է բնական թվերը արտապատկերել եմ E-ի վրա, E-ի մեջ, վրա չի։ Եկեք ապացուցենք սա։ Ուրեմն երկու ուղղությամբ, չէ՞, եթե X-ը պատկանում է եզրին,
Եթե x-ը պատկանում է եզրին, ապա վերցնում եմ դելտա n-ը հավասար է 1/3-ի եւ ասում եմ, որ այո, Սահման գիտենք ես արանում։ մի հատ նորից, Մենք որ ասի x-ը ձգտում է x-ի, չէ՞։ այո, x-ը ձգտում է x-ի։ Բայց դա հիմա մենք սահմանել ենք էդի։ Հա, չենք սահմանել, ճիշտ է։ Ուրեմն եկեք այստեղ մի հատ սահմանում գրեմ, շատ ճիշտ է, չենք սահմանել։ Սահմանում ուրեմն եթե ունենք x-ն հաջորդականությունը r-ից եւ ունենք ինչ-որ մի կետ r-ից։ Կասենք, որ x-ը ձգտում է x-ի, ըստ սահմանման նշանակում է, որ d x-ն x հաջորդականությունը ձգտում է 0-ի, երբ n-ը ձգտում է ասահմանության։ Սա մենք գիտենք ինչ է, ճիշտ է։ S դրական թվերի հաջորդականությունը ձգտում է 0-ի։ S մենք գիտենք ինչ է նշանակում։ Ունենք x-ն հաջորդականություն, սրանք ոչ բացասական թվեր են, գիտենք ինչ է նշանակում, որ ոչ բացասական թվերի հաջորդականությունը ձգտում է 0-ի։ Հիմա ըստ սահմանման x-ն հաջորդականությունը ձգտում է x-ին, եթե dx-ն x-ը ձգտում է 0-ի, երբ n-ը ձգտում է ասահմանության։ Ուսում եմ բոլորը հիշում են ինչ է նշանակում դրական թվերի հաջորդականության սահման, ցանկացած իրական թվերի հաջորդականության սահման։ Հիմա վերադառնանք, պարզ է սահմանումը, ինչ որ հարցեր կան սրա մասին։ Ուրեմն վերադառնանք այս լեմին, ունենք y ենթաբազմությունը, պնդում է հետևյալն է, որ x կետը պատկանում է y-ի եզրին, կամ y-ի եզրին, այն եւ միայն այն դեպքում, եթե գոյություն ունի y-ից հաջորդականություն, որը ձգտում է x-ին։ Հիմա վերցնենք դելտա n-ը հավասար է 1/3, ապա bx դելտա n գնդի հատումը y-ի հետ դատարկ չի, քանի որ x-ը եզրային կետ է։ Հետևաբար գոյություն ունի x-ն, որը պատկանում է այս հատմանը, իսկ ես ինչ է նշանակում։ Այս նշանակում որ հեռավորությունը x-նից x չի գերազանցում 1/3-ը եւ x-ը պատկանում է y-ին։ Այսինքն ստացանք y-ից հաջորդականություն, որը ձգտում է x-ի։ Այսինքն ցույց տվեցինք, որ եթե եզրային կետ է, ապա ինչ որ հաջորդականության համար y-ից ունենք այս զուգամիտությունը։ Եկեք հակառակ ուղղությամբ ապահովենք։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ եթե ինչ որ հաջորդականության համար ունենք այս y-ից, ապա ինքը եզրային կետ է։ Հիմա, եթե x-ը պատկանում է y-ին, ես ինչ եմ ասել, ուրեմն ես սխալ եմ ասել, բնականաբար այս բանը սխալ է։ Ուրեմն գոյություն x-ն հաջորդականություն y-ից, այնպեսին, որ x-ը գնում է x-ին, եւ x-ը ներքին կետ չի։ Եվ x-ը y-ի ներքին կետ չի։ Գիտեք, որովհետեւ ամեն անգամ չգրենք y-ի ներքին կետ, եկեք եւս մի այստեղ բարձրանանք վերև։ Ուրեմն ներքին կետերի բազմությունը ես սրանից հետո կնշանակեմ հետևյալ ձևով։
ուրեմն սահմանման ես գրեմ, որ x-ը պատկանում է y կետով։ Ուրեմն y բազմության համար y կետովը ներքին կետերի բազմությունն է, d-ն եզրային կետերի բազմությունն է։ Հիմա մի հատ նորից ուրեմն լեմը ասում է հետևյալը, որ x-ը եզրին է, y բազմության եզրին է պատկանում, եթե ինչ որ մի հաջորդականության համար y-ից ունենք այս զուգամիտությունը եւ x-ը y-ի ներքին կետ չի։ Բարձր եթե x-ը y-ի ներքին կետ է, ապա այդ տեսակ հաջորդականություն կա։ Այսինքն մենակ այս երիկ չի։ Հիմա երկու դեպք է հնարավոր։ Եթե x-ը պատկանում է y-ին, ապա այս պարզապես կվերցնեմ x-ն հավասար է x-ի ցանկացած n-ի համար։ Եթե x-ը չի պատկանում y-ին, ապա ես գիտեմ, որ քանի որ x-ը եզրային կետ է, b x 1/3 հատում n պարունակում է գոնե մի տար y-ից։ Հատում n պարունակում է գոնե մի տար։ Հակառակ դեպքում x-ը կլներ y-ի արտաքին կետ։ Այսինքն ինչ ենք ստանում։ Չէ, մի րոպե, ինչ ներողություն։ Ինչ ենք ապացուցում։ Ապացուցում ենք հակառակությամբ։ Սա չի ուզում ասել։ Ուրեմն x-ը չի պատկանում y-ին, այսինքն պատկանում է y-ի լրացմանը, եւ գոյություն ունի x-նից y-ից հաջորդականություն, նենց որ x-ը զուգամիտում է x-ին։ Հիմա եթե x-ը չի պատկանում y-ին, այդ նշանակում է, որ եթե ցանկացած դելտայի համար bx դելտա հատում n դատարկ չի, քանի որ x-ը եթե ձգտում է x-ին, ստեղից հետևում է, որ ցանկացած դելտայի համար գոյություն ունի այնպիսի n, որ x-ն հեռավորությունը x-նից x փոքր է դելտայից ցանկացած n-ի համար, որը մեծ է n-ից։ Այսինքն հասարակ բան է, բայց լրիվ խառնեցի ենք իրար։ Ուրեմն եթե ես ունեմ x կետը, որը y-ի մեջ չի, վերցնում եմ դելտա շարավորող գունդ։ Ես գիտեմ, որ ինչ որ մի պահից սկսած բոլոր x-ները բավարարում են այս անհավասարության, հետևաբար իրան գտնվում է սրա մեջ։ Այսինքն հատումը y-ի հետ չի լինի դատարկ։ Բայց մյուս կողմից x-ը y-ի մեջ չի, հետևաբար հատումը լրացման հետ էլ դատարկ չի։ Հետևաբար x-ը եզրային կետ է։ Դրանով ապացույցն ավարտվում է նորից։ Հարցեր կան հարցեր։ Մի քիչ կարող է սահմանումները շատ էր ու խճճված, բայց բոլոր հասկացողությունները բավական բնական են։ Եկեք մի հատ նորից վերհիշենք։ Ուրեմն ունենք y բազմությունը։ Y բազմության համար կա 3 տեսակ կետ։ Կա ներքին կետ, այսինքն կետեր, որոնք պատկանում են այդ բազմությանը մի ամբողջ գնդի հետ միասին, իրենց շուրջ։ Կան արտաքին կետեր, այսինքն կետեր, որոնք պատկանում են մեր բազմությանը, չեն պատկանում մեր բազմությանը մի ամբողջ գնդի հետ միասին, եւ կան եզրային կետեր, որոնք գտնվում են եզրի վրա այն իմաստով, որ ցանկացած փոքր շրջակայքում կան կետեր, որոնք պատկանում են y-ին եւ կան կետեր, որոնք պատկանում են y-ի լրացմանը։
նշանակումներ ունենք, եկեք վերհիշենք, ուրեմն Ե կետով վերևում նշանակում եմ ներքին կետերը, D-ով նշանակում եմ եզրային կետերը, այդ դեպքում արտաքին կետերը որոնք կլինեն։ Ես պետք է վերցնեմ Ե-ն միավորած եզրի հետ եւ սրա լրացումը, սրանք էլ կլինեն արտաքին կետերը։ Եվս մի հասկացողություն մեզ պետք կլինի, ուրեմն սահմանում ուրեմն եզրային կետերը բնութագրվում էին նրանով, որ իրանց ցանկացած շրջակայքում կան Ե-ից տարեր եւ Ե-ի լրացումից տարեր։ Բայց եթե այդ օրինակ A-ի դեպքում, եթե վերցնենք ցանկացած ուր էր մեր օրինակը, օրինակ ենք վերել A-ի համար, եթե մի կետ է, ապա այդ մի կետանոց բազմության համար A-ն եզրային կետ է։ Այսինքն իր ցանկացած շրջակայքում մենակ ինքը կա։ Որովհետեւ այդ դեպքից տարբերենք, ներենք բացում հետեւյալ սահմանումը, ուրեմն տրված է Ե բազմությունը, ու տրված է A կետը, որը պարտավոր չի պարունակել պատկանել Ե-ին։ Կասենք, որ A-ն Ե-ի կուտակման կետ է, եթե ըստ սահմանման ցանկացած դելտա դրական թվի համար, եթե ես վերցնում եմ դելտա շարավղով եւ A կենտրոնով գունդը, ապա հատումը Ե-ի հետ պարունակում է անվերջ թվով տարեր։ Այսինքն օրինակ մի կետանոց բազմություն ինքը կուտակման կետ չի կարող ունենալ, քանի որ ինքը ընդամենը մի կետ ունի։ Ես ուզում եմ, որ եթե ես վերցնեմ այդ A կետը ու վերցնեմ ցանկացած գունդ իր շուրջ, ապա կլինեն անվերջ թվով կետեր, որոնք պատկանում են Ե-ին եւ գտնվում են այս գնդի մեջ։ Ու սրա հետ կապված եւս մի սահմանում, ուրեմն եթե ես վերցնում եմ Ե բազմությունը, եւ ավելացնում եմ բոլոր կուտակման կետերը, ապա այն ինչ որ ստանում ենք, անվանում եմ Ե-ի փակում եւ նշանակում եմ Ե գծիկով։ Ե-ի փակումը։ Ակում տես։ Մի հատ նորից Ինչ ենք անվանում։ Ե-ի փակում։ Եթե ուրիշ տերմին եք օգտագործում, ասեք, կարող է ուրիշ տերմին եք օգտագործում այս բանի համար, այսինքն վերցնում ենք Ե-ն ու վերցնում ենք իր բոլոր կուտակման կետերը կամ նույնն է, որ վերցնենք Ե-ն միավորենք եզրի հետ։ Այդ էլ կարող ենք ասել։ Սրանք ինչ-որ բա դրա մասին խոսեցինք, թե չխոսեցինք, չէ, չենք խոսել։ Կարող է ուրիշ ձևով եք անվանում այս բազմությունը, այսինքն վերցնում եմ Ե-ն ու վերցնում եմ բոլոր կուտակման կետերը Ե-ի համար։ Օրինակ, եկեք մի երկու հատ օրինակ նայենք։ Օրինակ, եթե ես վերցնում եմ, ասենք,
բաց գունդ A կենտրոնով եւ դելտա շարավղով, ապա կուտակման կետերը, այս դեպքում կուտակման կետերը եւ եզրային կետերը կլինեն նույնը, որտեղ կուտակման կետը եզրային կետից ինչով է տարբերվում։ Տարբերվում նրանով, որ շրջակայքում պետք է լինեն անվերջ թվով կետեր։ Վերցնում եմ բաց գունդ, նայում եմ իր կուտակման կետերը, հեշտ է հասկանալ, որ այդ սֆերան է։ Ու ինչ եմ ստանում, ստանում եմ փակ գունդ։ Եվ Բայց այս սահմանումներից չի հետևում, որ բազմության կուտակման կետերը, որոնք որ չեն գտնվում այդ բազմության մեջ, հենց եզրն է գտնվում։ Այո, եթե կուտակման կետ ունենք, որը չի գտնվում բազմության մեջ, ապա ինքը եզրային կետ է նաև։ Տարբերությունը ո՞րն է եզրային կետի հետ, այսինքն մի փոքր տարբերություն կա, այն է, որ եզրային կետի շրջակայքում կարող է բացի իրենից ուրիշ կետ չլինի այդ բազմությունից։ Պարզ է։ Շատ լավ, ստեղ ինչ-որ մի բան կար, ստեղ անվանեցինք Y-ի փակում, բայց պետք է ցույց տալ, որ ինքը փակ բազմություն է։ Հիմա դրա մասին խոսենք։ Ուրեմն երկրորդ օրինակը, եթե վերցնում ենք սֆերան, ուրեմն սֆերայի ցանկացած կետ կուտակման կետ է։ Հետևաբար սֆերան համընկնում է իր փակման հետ։ Այս ամեն ինչի հետ կապված եկեք մի թեորեմ ձևակերպեմ եւ ապացուցենք թեորեմ։ Ուրեմն yen կամ f-ը փակ է, այն եւ միայն այն դեպքում, երբ f-ը համընկնում է իր փակման հետ։ Այս էլ ուրիշ ձևով կարող եմ ասել, եթե f-ը պարունակում է իր բոլոր կուտակման կետերը։ Կամ ես էլ ուրիշ ձևով կարող եմ ասել, եթե f-ը պարունակում է իր եզրը։ Եկեք, ինձ թվում է ամբողջությամբ այս բանը չեմ ապացուցի, որտեղ համարյա ակնհայտ է ամեն ինչը։ Բայց ինչ-որ ուղղություններով եկեք ապացուցենք։ Ուրեմն ապացույց։ Ուրեմն ենթադրենք, թե f-ը փակ է։ Իցուկ f-ը փակ է։ Այդ ինչ է նշանակում։ Նշանակում է f-ի լրացումը բաց է։ Նշանակում է f-ի լրացումը չի պարունակում ոչ մի եզրային կետ։ Չի պարունակում ոչ մի եզրային կետ։
Եթե F-ի լրացումը չի պարունակում ոչ մի, իսկ եզրային կետերը, մի րոպե, ստայից կարող է ականայք չէր իմ ասածից, որ եզրային կետերն ավելի շատ են, քան կուտակման կետերը։ Եզրային կետերն է, որ ցանկացած շրջակայքում ներողություն, եզրային կետերը ավելի շատ չեն բնականաբար։ Եզրային կետեր հանած բազմությունն է ավելի շատ, բայց չէ, եկեք տենց չասենք։ Ուրեմն F-ի լրացումը բաց է, նշանակում է F-ի լրացում չի պարունակում ոչ մի եզրային կետ։ Նշանակում է եզրային կետերը ընկած են F-ի մեջ։ Եզրային կետերը ընկած են F-ի մեջ։ Ճիշտ է, F-ի համար կա ներքին, արտաքին եւ եզրային կետեր։ Հիմա եթե եզրային կետերը չեն ընկած լրացման մեջ, ապա եզրային կետերը ընկած են F-ի մեջ։ Հիմա ես պնդում եմ, որ F միավորած եզրային կետերը պարունակում են բոլոր կուտակման կետերը։ F միավորած F-ի եզր, S պարունակում է բոլոր կուտակման կետերը։ Այսինքն ինչ ցույց տվեցինք։ Ցույց տվեցինք, որ եթե F-ը փակ է, ապա F-ը պարունակում է իր բոլոր կուտակման կետերը։ Ճիշտ որ F միավորած այդ իր եզրային կետերը պարունակում են բոլոր կուտակման կետերը։ Մի հատ նորից կտաս, արդի մի քիչ լավ չլսեցի։ Չէ, ճիշտ որ F-ը միավորած իր եզրային կետերը, դա պարունակում է իր կուտակման կետերը։ Եկեք հասկանանք ինչի է սա ճիշտ։ Ուրեմն, եթե F-ը կուտակման կետ է, եթե X-ը կուտակման կետ է, XRM-ից կուտակման կետ է։ Որ դեպքում ես կարող ելնել։ Եթե կուտակման կետ է, նշանակում է գոյություն ունի X-n հաջորդականություն, որ ընկած է F-ի մեջ, նենց որ X-n-ը ձգտում է X-ին։ Այսինքն, ինչ կարող ենք ասել, որ ցանկացած դելտայի համար հատումը F-ի հետ դատարկ չի։ Ցանկացած դելտայի համար Bx դելտա հատումը F-ի հետ դատարկ չի։ Քանի որ գոյություն ունի հաջորդականություն, որը ձգտում է X-ին։ Հիմա երկու դեպք է հնարավոր, կամ այս X-ը ընկած է F-ի մեջ, այդ դեպքում ինքը ընկած է միավորման մեջ, կամ X-ը ընկած չի F-ի մեջ, այդ դեպքում ընկած է X-ի լրացման մեջ, բայց ցանկացած շրջակայքում կա F-ից կետ։ Այսինքն կամ X-ը ընկած է F-ի մեջ, կամ X-ը ընկած չի F-ի մեջ, այսինքն X-ը ընկած է լրացման մեջ, և X-ը պատկանում է F-ի եզրին, որովհետև ցանկացած շրջակայքում համ ինքը կա, F-ի լրացումից կետ կա, համ F-ից կետ կա։ Համոզեցի։ Շատ լավ, եկեք մի հատ ուրեմն հասկանանք ինչ է, ուրեմն ինչ ենք ապացուցում, ապացուցում ենք այս բանը, որ F-ը փակ է, այն եւ միայն այն դեպքում, երբ F համընկնում է իր փակման հետ, F-ը պարունակում է իր բոլոր կուտակման կետերը, F-ը պարունակում է իր եզրը։
Այսինքն ես մտնում եմ, որ այս բոլոր համարժեքությունները մեկ կամ երկու քայլանոց հետևանք են սահմանումից։ Հիմա ինչ ապացուցեցինք։ Ուրեմն ապացուցեցինք, որ եթե f-ը փակ է, ապա եզրը ընկած է f-ի մեջ, այսինքն սա էլ ենք արդեն ապացուցել։ Եվ այս դիտարկումից, որ f միավորած df-ը պարունակում է f-ի բոլոր կուտակման կետերը, նաև սա ենք ապացուցել։ Այսինքն ունենք առաջինը, ունենք երրորդը եւ չորրորդը։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչի է f-ի փակումը հավասար f-ի, բայց ինչն էր f-ի փակումը։ F-ի փակումը f-ն էր եւ իր կուտակման կետերը։ Ճիշտ է, f-ի փակումը f-ի փակումը հավասար էր f միավորած կուտակման կետերը։ Բայց f-ի կուտակման մենք արդեն այս ապացուցել ենք, որ f-ը պարունակում է, եթե ինքը փակ է, ինքը պարունակում է իր բոլոր կուտակման կետերը։ Հետևաբար s հավասար է f-ի։ Այսինքն ենթադրելով, որ f-ը փակ է, մենք այս բոլոր 3-ը ապացուցեցինք։ Հիմա որովհետեւ ցույց տանք, որ սրանք իրոք համարժեք են, բավական է ցույց տալ, որ դրանցից մեկից բխում է f-ի փակ լինելը։ Բայց դուրն ամբողջությամբ ապացուցեցինք, ինձ թվում է, չենք ապացուցել ամբողջությամբ։ Ուրեմն այստեղ ցույց տվեցինք, որ եթե f-ը փակ է, ապա այս 3-ն են ճիշտ, f-ը պարունակում է իր եզրը, f-ը պարունակում է իր բոլոր կուտակման կետերը եւ f-ը համընկնում է իր փակման հետ։ Հիմա եկեք ցույց տանք, որ եթե f-ը համընկնում է իր փակման հետ, ապա f-ը փակ է։ Մի քիչ թվում է թե անիմաստ եմ ասում, բայց փակումը մենք սահմանել ենք որպես բազմություն գումարած իր կուտակման կետերը։ Հիմա ես ասում եմ, եթե վերցնեմ բազմությունը եւ իր կուտակման կետերը, ապա կստանամ փակ բազմություն։ Այդ է, ըստ էության դա եմ ասում։ Որովհետեւ ստեղ ասում եմ, որ եթե f-ը վերցնում եմ f-ի փակումը, այսինքն f-ը եւ իր կուտակման կետերը, ու եթե նույն բանն է ստացվում, ապա f-ը փակ է։ Շատ լավ, որովհետեւ ցույց տանք f-ը փակ է, պետք է ցույց տանք, որ լրացումը բաց է։ Ուրեմն ենթադրում եմ, որ f-ի փակումը, հիշեցնեմ, որ f-ի փակումը հավասար է f միավորած կուտակման կետերը, ու ես ենթադրում եմ, որ սա հավասար է f-ին։ Պետք է ստեղից ցույց տամ, որ f-ը փակ է։ Ես դեռ չգիտեմ։ Ուրեմն ոնց կարող եմ ցույց տալ, որ f-ը փակ է, պետք է ցույց տամ, որ f-ի լրացումը բաց է։ Պետք է ցույց տալ, որ f-ի լրացումը բաց է։ Հիմա եթե ես վերցնեմ ցանկացած կետ, որը պատկանում է f-ի լրացմանը։ Այսինքն, եթե ես ենթադրեմ, որ f-ի լրացումը բաց չի, նշանակում է ինչ-որ մի կետ կա, նենց որ ցանկացած դելտայի համար bx դելտան հատվում է f-ի հետ։ Ճիշտ է, հակառակ դեպքում ես կարող եմ ասել, որ x-ը f-ը բաց է։ Եթե f-ի լրացումը բաց է, եթե f-ի լրացումը բաց չի, ապա ինչ որ մի կետի համար ցանկացած շրջակայք f-ի հետ հատվում է։ Իսկ ես ինչ է նշանակում, որ նշանակում է, որ գոյություն ունի x-n հաջորդականություն f-ից, նենց որ x-n-ը ձգտում է x-ին։ Իսկ ես նշանակում է, որ x-ը կուտակման կետ է։ Իսկ այդ չի կարող լինել, քանի որ ես վերցրել եմ
սրա f-ի լրացումը, իսկ f-ը համակնում է իր փակման հետ, հետեւաբար բոլոր կուտակման կետերը ներսում են, f-ի մեջ են։ Արդյոք համոզեցի բոլորին, որ այս բոլոր հատկությունները համարժեք են։ Իրականում այս հատկությունները այն տեսակ հատկություններ են, որ ամեն մեկը ավելի հեշտ է մենակ նստել ապացուցել, քան թե ինչ-որ մեկի ապացույցը լսել։ Իրանք իրոք պարզ հատկություններ են, հետևում են համարյա մի անգամից տրված սահմանումներից։ Կան հարցեր այս բաների վերաբերյալ։ Եկեք մի դիտարկում անեմ, բայց առանց ապացուցելու, թողնեմ ձեզ ապացույցը, ուրեմն դիտարկում։ Որ եթե ես ունեմ E բազմությունը, ինչ որ մի E բազմություն, ապա E-ի փակումը այդ ամենափոքր փակ բազմությունն է, որ պատկանում է Y-ն, որ պարունակում է Y-ն։ Y-ն պարունակող ամենափոքր փակ բազմությունը։ Այո, ամենափոքր պատկանելիության իմաստով, այսինքն եթե ունենք փակ բազմություն, որը պարունակում է Y-ն, ապա ինքը պարունակում է նաև Y-ի փակումը։ Այսինքն նայում ենք բոլոր բազմությունները, բոլոր փակ բազմությունները, որոնք պարունակում են Y-ն։ Նրանց մեջ ընտրում ենք ամենափոքրը, հիմա հարց է ծագում միանգամից, թե ինչի ամենափոքրը գոյություն ունի։ Հեսա դրա մասին խոսենք, բայց ենթադրենք ամենափոքրը գոյություն ունի, այ հենց այդ լինում է Y-ի փակումը։ Հիմա ինչի ամենափոքրը գոյություն ունի, ուրեմն նայում են բոլոր փակ բազմությունները, ասենք ինչ որ ձևով իրանց ինդեքսավորում են, բնականաբար հաշվելիության կամ ինչ որ մի ուրիշ բանի մասին խոսք չկա։ Պարզապես նայում են բոլոր փակ բազմությունները, որոնք պարունակում են Y-ն։ F ալֆան պարունակում է Y-ն, ու F ալֆան փակ է։ Այսինքն սա այդ բոլոր փակ բազմություններն են։ Իրանք բերեցի ինչ-որ մի տեղ լցրեցի, ասեցի այս սրանք իմ փակ բազմություններ են, որոնք պարունակում են Y-ն։ Ես կարող եմ նայել հետևյալ բազմությունը։ Ես կարող եմ նայել այս բոլորի հատումը։ Ինքը նույնպես կպարունակի Y-ն, քանի որ իրանցից յուրաքանչյուրը պարունակում է Y-ն, եւ կլինի փակ։ Հետևաբար ինքն էլ այս հատումն էլ է այս բազմությունների մեջ։ Այսինքն, եթե ես ունեմ ցանկացած բազմություն, ես կարող եմ խոսել այդ բազմությունը պարունակող ամենափոքր փակ բազմության մասին։ Ցանկացած ուրիշ փակ բազմություն, որը պարունակում է Y-ն, ավելի մեծ է։ Ուրեմն այս դիտարկումը ասում է, որ Y-ի փակումը իրականում ամենափոքր փակ բազմությունն է, որը պարունակում է Y-ն։ Այս ինչ որ մենք արեցինք, այս ամեն ինչը բավարար է, որպեսզի այս հատկությունը ապացուցեք։ Այսինքն այս հատկությունն էլ համարյա ակնհայտ է, ուղղակի պետք է նայել սահմանումը ու հասկանալ, թե ինչ է պետք անել։ Բայց ոչ մի դժվար բան չկա սա ապացուցելու համար։ Դրա համար թողնում եմ ձեզ։ Մի փոքր թեմայից դուրս հարց կարելի է տալ։ Իհարկե։ Հիմա մենք որ նոր ամենափոքրը սահմանելուց օգտվեցինք նրանից, որ բոլորի փակումը գոյություն ունի։ Ինչ է նշանակում բոլորի փակումը։ Բոլորի հատումը էլի։ Հատումը բնականաբար գոյություն ունի, քանի որ իրանք բոլորը պարունակում են Y-ն։ Հատումը դատարկ, նկատի ունես գոյություն ունի, նկատի ունես դատարկ չի, թե ինչ նկատի ունես գոյություն ունի։ Չէ, դատարկ։ Չէ, ոնց որ բոլորի հատումը նույնպես փակ է,
Դրանից օգտվելով կարողանում եք ամենափոքրիչը սահմանել։ Չէ, երկու հարց կա, չէ, մի րոպե։ Ուրեմն ունենք բոլոր փակ բազմությունները, որոնք պարունակում են yen։ Առաջի պնդում դրանց հատումը դատարկ չի եւ պարունակում է yen։ Այսինքն դրանց հատումը պարունակում է yen։ Դե եթե յուրաքանչյուրը պարունակում է yen, հատումն էլ է պարունակում yen։ Այդ հասկանալի է, չէ՞։ Եթե սրանցից յուրաքանչյուրը պարունակում է yen, ապա հատումն էլ է պարունակում yen, որտեղ վերցնեմ x y-ի ցանկացած տար, ինքը կմտնի f ալֆայի մեջ, հետեւաբար կմտնի նաեւ հատման մեջ։ Երկրորդ պնդումը հատումը փակ է, այս ամենաառաջի արդյունքները, որ այսօր ապահովեցինք, որ փակ բազմությունների ցանկացած հատում փակ է։ Կարող է լինի դատարկ, բայց փակ է։ Ես հիմա ուզում եմ հարցնեմ այս երկրորդ պնդումը։ Ոնց որ արդյոք մեզ պետք է բոլորը վերցնել, բոլորի հատումը վերցնել ու դրա մասին հատկություններ ասել։ Եթե օրինակ վերցնենք կամայական երկու հատը, որ պարունակում են yen, ասենք իրանց հատումը պարունակում է yen ու իրանց հատումը փակ է։ Արդյոք այդ պնդումը բավական կլներ էլի ամենափոքր սահմանելու համար։ Չէ, բավական չէ լինի, որտեղ մենք չգիտենք մենք ոնց իմանանք դրանից փոքր կա թե չէ։ Դե բայց եթե կամայական երկուսի հատումը միօրինակ է երկուսի գնաց։ Չէ, մի վարքյան, եկեք մենք հասկանանք ինչի մասն ենք խոսում։ Մենք ունենք եւ բազմություն։ Մենք ամենափոքրի մասն է, էլի հարցնում։ Չէ, հասկանում եմ, ուզում ենք գտնել ամենափոքր փակ բազմությունը, որը պարունակում է yen։ Ճիշտ է, այդ ենք ուզում գտնել։ Հիմա ոնց այդ ամենափոքրը բազմությունները շատ են yen պարունակող։ Հիմա ոնց տեղից ընտրենք ամենափոքրը։ Սենց ասած կառուցողական ձևով չենք կարող ընտրել, բայց ասում ենք եկեք նայենք բոլորը, բացարձակապես բոլոր բազմությունները, որոնք պարունակում են yen, որոնք փակ են եւ պարունակում են yen։ Այդ ինչ որ բազմությունների բազմություն է, ճիշտ է, բազմությունների ընտանիք է։ Այս է բազմությունների ընտանիք է, ինչ որ ձևով իրանց համարակալել եմ ինչ որ մի հատ բանով։ Չգիտեմ, այս an կարող է շատ մեծ բազմություն լինի։ Հիմա ամենափոքրը սահմանելու համար ես կվերցնեմ սրանց հատումը։ Պարզ է, որ դրանից ավելի փոքր բազմություն չկա, որը պարունակում է yen ու փակ է։ Այդ չգիտեմ, այդ բանը հասկանալի է թե չէ, որ սրանց հատումը վերցնելով ես կարող եմ համոզվածնել, որ այդ ամենափոքր փակ բազմությունն է, քանի որ իրանց հատումը փակ է, որովհետև յուրաքանչյուրը փակ է եւ պարունակում է yen։ Ցանկացած ուրիշ բազմություն գտնվում է ստեղ, հետեւաբար գտնվում է պարունակում է նաեւ իրանց հատումը։ Այս ասեմ, որ սենց լրիվ ակնհայտ պահ չի, պետք է մի հատ ինքնուրույն փորձեք մտածել սրա մեջ, հասկանալ թե սրա մասին հասկանալ ինչ է տեղի ունենում։ Մինչև այս պահը կարելի ասել ամեն ինչ համարյա ակնհայտ էր։ Այս մի պահը, որ գոյություն ունի ամենափոքր փակ բազմությունը, որը պարունակում է yen, մի քիչ ավելի քիչ ակնհայտ է։ Կա ոչ տրվիալ մտահղացում, որ պետք է վերցնել բոլոր բազմությունները փակ, yen պարունակող ու վերցնել դրանց հատումը։ Այդ դեպքում հատումը կլինի փակ, հատումը կպարունակի yen, հետեւաբար ինքն էլ կլինի այս սրանց մեջ։ Այն պահին, որ ապահովեցիք, որ գոյություն ունի ամենափոքր փակ բազմությունը, որ պարունակում է yen, մնացածը արդեն հեշտ է այստեղ այս բանի մեջ ցույց տալ, որ y-ի փակումը ամենափոքր փակ բազմությունն է։ Ամենափոքր փակ բազմության գոյությունն է մի քիչ պակասական այդ, բայց հենց ապահովեցիք, որ կա ամենափոքր փակ բազմությունը yen պարունակող, այս երկուսի հավասարությունը դժվար չի ապահովել։ Ու էլի հետևում է այս սահմանումներից, փորձեք ինքնուրույն անենք, տեսնեք, որ իրոք համարյա տրվիալ է։ Շատ լավ, եթե հարցեր չկան, անցնենք հաջորդ պահին, որը արդեն մի քիչ ավելի դժվար եւ ավելի իմաստալից է։ Այս մինչև այս պահը կարելի ասել ընդհանրապես տերմինոլոգիա ենք ներմուծում։ Փակ, բաց, ներքին, արտաքին, եզրային, կուտակման, փակում եւ այլն։ Հիմա գալիս է մի քիչ ավելի բան, իմաստալից թեմա, ուրեմն կոմպակտ բազմություններ։ Կոմպակտ բազմություններ։ Ուրեմն սահմանում իմ կարծիքով դուք ինչ բանի դեպքում արդեն կոմպակտ բազմություն բազմության հասկացություն տեսել եք, եթե չեմ սխալվում։
Ուրեմն սահմանում մենք դիցուկ տրված է K բազմությունը, ասենք, որ K-ն կոմպակտ է, եթե տեղի ունի հետևյալ հատկությունը, ուրեմն եթե K-ն ընկած է G ալֆա, որտեղ ալֆան փոխվում է ցանկացած բազմության մեջ, բազմությունների միավորման մեջ, ընդ որում ցանկացած ալֆայի համար G ալֆան բաց է, ապա գոյություն ունին ալֆա 1, ալֆա n i-ից, այնպիսին, որ K-ն ընկած լինի այս սրանց միավորման մեջ, G ալֆայի, հավասար է 1-ից n։ Նորդ եկեք նորից հասկանանք ինչ է ստորագրված։ Ուրեմն ես ունեմ K բազմությունը։ Ես կասեմ, որ K-ն կոմպակտ է, եթե տեղի ունի հետևյալը։ Ենթադրում եմ, որ K-ն ծածկված է G ալֆա բաց բազմություններով, ընդ որում քանակի մասին ոչ մի բան չգիտեմ։ Գիտեմ, որ պարզապես գոյություն ունեն ինչ-որ բաց բազմություններ, որոնք ծածկում են K-ն։ Այդ դեպքում ես կարող եմ այս մի հատ սարսափելի մեծ ծածկույթից ընտրել վերջավոր ենթածածկույթ, այսինքն կարող եմ ընտրել վերջավոր թվով ալֆա 1 ալֆա n, այնպես որ K-ն ընկած է այս վերջավոր թվով բաց բազմությունների միավորման մեջ։ Ավելի կարճ կարող եմ ասել, որ K-ն կոմպակտ է, K-ն կոչվում է կոմպակտ, եթե ցանկացած բաց ծածկույթից կարելի է ընտրել վերջավոր ենթածածկույթ։ Իմ կարծիքով R-ի համար դուք կոմպակտ բազմություններ ուսումնասիրել եք, ճիշտ գիտեմ, ինչ-որ չափով։ Ուրեմն հիմնական թեորեմը սրանց մասին հետևյալն է, որը հիմա կձևակերպեմ, հաջորդ անգամ կապացնենք։ Ուրեմն թեորեմ դիցուկ ունենք, ասենք, E բազմությունը ընկած RM-ի մեջ, հետևյալ հատկությունները համարժեք են։ Ուրեմն առաջի հատկությունը N կոմպակտ է։ Երկրորդ հատկությունը N փակ է և սահմանափակ։ Սահմանափակության մասին չեմ ասել, սահմանում չեմ տվել, բայց այս սահմանման նշանակում է հետևյալը, որ գոյություն ունի R դրական թիվ, նենց որ N ընկած է 0 կենտրոնով և R շարավղով գնդի մեջ։ Կամ պարզապես գոյություն ունի մի գունդ, որը պարունակում է N։ Ուրեմն տրված է E բազմությունը, հետևյալ հատկությունները համարժեք են։ Առաջի հատկությունը N կոմպակտ է, այսինքն ցանկացած բաց ծածկույթից կարելի է ընտրել վերջավոր ենթածածկույթ։ Երկրորդ հատկությունը N փակ է և սահմանափակ։ Փակի մասին արդեն խոսել ենք, այդ n-ը, որի լրացումը բաց է, կամ n-ը, որ պարունակում է իր բոլոր սահմանային կետերը, կամ համընկնում է իր
փակման հետ, ըստ ճաշակի, եւ սահմանափակ, այսինքն ընկած է ինչ-որ մի հատ մեծ գնդի մեջ։ Եվ երրորդ հատկությունը ասում է հետևյալը, որ ցանկացած xn հաջորդականության համար, որը ընկած է y-ի մեջ, գոյություն ունի ng հաջող հաջորդականություն եւ գոյություն ունի x y-ից, այնպիսին, որ x ng-ին ձգտում է x-ի, երբ g-ին ձգտում է անսահմանության։ Կամ հայերեն ասած, ցանկացած հաջորդականությունից կարելի է ընտրել զուգամիտող ենթահաջորդականություն, որի սահմանը նույնպես պատկանում է y-ին։ Ուրեմն մի հատ նորից ունենք y բազմությունը, հետևյալ հատկությունները y-ի համար համարժեք են։ Y-ն կոմպակտ է, այսինքն ցանկացած բաց ծածկույթից կարելի է ընտրել վերջավոր ենթածածկույթ։ Երկրորդ հատկությունը y-ն փակ է, այսինքն y լրացում բաց է, եւ y-ն սահմանափակ է, այսինքն y-ն ընկած է ամբողջությամբ ինչ-որ մի գնդի մեջ։ Եվ երրորդ հատկությունը y-ի ցանկացած հաջորդականությունից կարելի է ընտրել y-ի ինչ-որ մի տարին զուգամիտող ենթահաջորդականություն։ Այս կոմպակտների մասին հիմնական թեորեմն է, որը մենք մանրամասն կապահովենք հաջորդ անգամ, ու որը շատ կարևոր է տարբեր բաների համար։ Սրանով երևի կավարտենք, արդյոք կան հարցեր։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ապա այսօր այսքանը կհանդիպենք մյուս շաբաթ։ Տեսնեմ բոլորին։